Հարևան Վրաստանում ուղղափառ եկեղեցու դեմ պայքարը սկսվեց 2019-ից 2020 թվականներին։ Գլխավոր պատճառը կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն էին, որոնք սահմանափակում էին եկեղեցու պետական արտոնություններն ու գույքային իրավունքները։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչ այդ արտոնություններ ուներ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտն այդ արտոնությունները չհիմնավորված էր համարել և կապում էր երկրի ռեսուրսների վերահսկման ու ընտրություններից առաջ ազդեցություն ձեռք բերելու հետ։ Երկրում ձերբակալություններ, հետապնդումներ չեղան այդ ժամանակ, բայց մթնոլորտը փոխվեց։ Պատրիարք Իլիա II կոչ էր արել հոգևորականներին պահպանել քաղաքական չեզոքություն, նշելով, որ եկեղեցին միավորող ուժ է ազգային մակարդակում։ Վրաց ուղղափառ եկեղեցին գունավոր հեղափոխությունից հետո մի շարք հարցերում անհամաձայնություններ է ունեցել կառավարության հետ։ Դրանցից ամենաքննարկվողներից մեկը 2014 թվականին Վրաստանում ընդունված հակադիսկրիմինացիոն օրենքն է, որը ներառում էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հասկացությունները։ Պատրիարք Իլիա II-ն այն բնութագրել էր որպես մեծ մեղք, որն օրինականացնում է անօրինությունը։ Նա նշել է, որ այն կտրուկ մերժվում է ուղղափառ հետևորդների կողմից։ Վրաստանում հոգևոր ուժեղ առաջնորդի շնորհիվ ուղղափառ եկեղեցին չկորցրեց իր վարկանիշն ու ազդեցությունը հասարակության վրա։